Բարև ձեզ, սիրելիներս, մենք տեսეთ շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երկի 7-րդ գլխի 12-րդ տեքստը, որը ինչպես տեսանք, կառուցվածքային տեսանկյունից բավականին բարդ տեքստ է։ Ես կրկնեմ տեքստը եւ մենք շարունակենք մեր քննարկումները։ Շրիմադ Բհագավատամ 3-րդ երկ 7-րդ գլուխ 12-րդ տեքստ։ Սակայն Տիրոջ ազնվորության Վասուդևայի ողորմածությամբ նա, ով աշխարհից հրաժարվելով իրեն նվիրում է Տիրոջն ուղված նվիրված ծառայությանը, կարող է աստիճանաբար ազատվել իր եսի մասին սխալ պատկերացումներից։ Մենք ձեզ հետ խոսեցինք արդեն ինչ է նշանակում եսի մասին սխալ պատկերացումները եւ սկսեցինք խոսել, թե ընդհանրապես ինչ տեղ է գրավում հոգեվոր կյանքում հրաժարումը եւ սովորաբար երևի թե դուք արդեն ընտելացել եք, որ ես շատ սիրում եմ կարգավորված խոսակցությունները, որովհետև եթե խոսքը գնում է նրա մասին, որ կա ինչ-որ մի բան, որ հասկացողություն է պահանջում, դա նշանակում է, որ ինքը այդ հասկացողությունը ինքը միշտ ձևավորվում է, այսպես էլի, կարգավորվածությամբ գիտելիքի, եւ դրա համար այդտեղ չպետք է լինի ոչ մի բաց թողում, եւ ամեն մի տառը, ամեն մի բառը ինքը պետք է լինի իր տեղում, պետք է լինի քննարկված, պետք է լինի հասկացված եւ դրանից հետո միայն կարելի է խոսել նրա մասին, որ ազնվորությունը ինքը այդ գիտելիքը, պատկերավոր ասած, ճիշտ կմարսի։ Մենք դες հետ քննարկեցինք, իրականում սա առաջի անգամ չենք քննարկում, մենք դες հետ քննարկեցինք, թե ինչից է սկսվում ընդհանրապես հոգեվոր կյանքը, որովհետև երբ որ խոսքը գնում է հրաժարման մասին, խոսքը գնում է արդեն զարգացած բանականություն ունեցող կենդանի էակների մասին, չէ՞։ Եթե խոսքը գնում է հոգու մաքրագործման գործընթացի մասին, խոսքը գնում է արդեն հասուն հոգևոր մարդկանց մասին, որոնք իրենք ոչ ձևական կրոնականության բաներն են, представители ներկայացուցիչներն են, եւ ոչ էլ արտաքին։ Նրանք արդեն զբաղվում են հոգևոր կյանքի խորը իմաստով եւ այդ պատճառով ուրեմն ունեն համապատասխան որակավորում, որպեսզի կարողանան հասկանալ նրբությունները, որովհետև ընդհանրապես մինչև կենդանիակը ինքը չի գալիս այդ կետին, որ ինքը ուզում է մաքրագործել իր ներքին աշխարհը, չէ, ինքը երբեք չի կարող հասկանալ, թե ինչի մասին է խոսում ընդհանրապես ուրեմն մաքրագործման ընթացքը, որովհետև ինչպես մենք տեսնում ենք կրոնականության սկզբում, չէ, կենդանիակները, ինչպես մենք դες հետ քննարկեցինք, շահագործում են կրոնը, իրենց այսպես նյութական ցանկությունները բավարարելու տեսանկյունից, չէ, եւ այդ շահագործումը ինքը միշտ փորձ է կատարվում, ուրեմն անել այդ բանաձևով, որ ես մնում եմ այն, ինչ ես կամ, եւ միայն այն պատճառով, որ աղոթում եմ քեզ, հույս ունեմ, որ դու ինձ բոլոր հարցերում կպաշտպանես։ Մենք կանգնեցինք այնտեղ, որ այստեղ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը շատ սկզբունքային է, ինքը պետք է կարող է նախասկզբնական շրջանում ինչ-որ կոմպրոմիսների գնա եւ այսպես կոչված անմեղ ցանկությունները կատարի, որպեսզի կենդանիակը համոզվի իր գոյության մեջ, չէ, բայց մենք նաեւ քննարկեցինք այդ կետը, որովհետեւ իրականության ոչ մի կետ չի կարելի անտեսել, կա այդպիսի իրականություն, որ կրոնականությունը ինքը խոսում է նրա մասին, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը բարի է, ինքը սեր է, եւ բավական է միայն աղոթել իրեն եւ ազնվորությունը ինքը այդ աղոթքի դիմաց պարտադիր կստանա պատասխան եւ այլն, բայց փաստացի, եթե մենք չենք ընդունում այսպես կոչված ջայլամի քաղաքականությունը, չէ, մենք փաստացի տեսնում ենք ռեալ կյանքում, որ ոչ թե միայն մի անգամ, հազարավոր տարիներ
մարդիկ կարող են նույն աղոթքներով դիմել Գերագույն Աստծո ազնվորությանը, հա, եւ ըստ էության պաշտպանություն այդպես էլ չստանալ կամ ցանկությունների իրականացում այդպես էլ չստանալ, չէ՞։ Երբ որ մենք բախվում ենք այդ իրականության հետ, պետք է ընդհանրապես ազատ լինել, էլի, մտածելակերպի մեջ եւ երբեք չի կարելի, այսպես էլի, կոծկել իրականությունը, որովհետեւ երբ որ մենք բախվում ենք իրականության հետ, մենք այդտեղ կանգնում ենք երկու խնդրի առաջ։ Առաջինը դա նա է, չէ, որ մենք իրավունք ունենք կասկածի տակ դնել Աստծո գոյությունը։ Որովհետև եթե ես 10 անգամ աղոթում եմ եւ 10 անգամ աղոթելու ժամանակ պատասխան եմ ստանում ընդամենը 2 դեպքում եւ 8 դեպքում մնում եմ արհամարված, չէ՞, ես իրավունք ունեմ անել եզրակացություն, որ իրականում Աստված չկա։ Եվ այդ 2 անգամը դա ուղղակի համընկնում էր։ Չէ՞, կամ եթե ես արդեն, չգիտեմ, արգումենտների միջոցով, բանականության, տրամաբանության միջոցով հասկացել եմ, որ Աստված չի կարող չլինի, հա, այսինքն հասկացել եմ, որ Աստված կա։ Եթե չի կարող չլինի, ուրեմն կա, չէ՞։ Այստեղ արդեն ուրիշ հարց է առաջանում, որ եթե 10 աղոթքից ես 2 աղոթքի իրականացում եմ ստացել այդ գոյություն ունեցող ազնվորությունից, դա նշանակում է, որ 8 դեպքում ինքը սկզբունքայինորեն չի պատասխանել ինձ, չէ՞։ Եվ այդ ժամանակ ես խնդիր ունեմ հասկանալու, թե ինչու, սա շատ կարևոր կետ է, եւ այդ կետերը ընդհանրապես էլի, եթե մարդը ինքը ուզում է իրական հոգեվոր զարգացում ապրել, այդպիսի թեժ կետերը չի կարելի շրջանցել, չի կարելի ձևացնել, որ դա չկա։ Հասկանում եք, որտեվ մենք դեռ տեքստ կունենանք ինքնախապեյության շուրջ եւ այնտեղ մենք շատ խորը խոսանք այդ ինքնախապեյության ֆենոմենի մասին, չէ՞։ Եվ մենք պետք է հասկանանք, չէ՞, որ իրականում, ասենք, այդ ինքնախապեյությամբ զբաղվելը ինքը մեզ ոչ մի ռեալ արդյունքի միևնույնն է չի բերելու։ Մենք միևնույնն է բախվելու ենք վերջնակետում ինչ-որ իրականության հետ։ Եվ եթե մենք ինքնախապեյությամբ ենք զբաղվել, դա նշանակում է, որ այն իրականությունը, որի հետ մենք բախվելու ենք, մենք այն պատրաստ չենք լինելու ընդունել։ Հասկանում եք։ Այսինքն, որն է այդ իրականությունը, որ մենք աղոթեցինք, իսկ Գերագույն Աստծո ազնվորությունը մերժեց։ Հասկանում եք, եւ եթե ինքը հազարամյակներ շարունակ է մերժում, դա նշանակում է, որ եթե մենք ընդհանրապես, կոպիտ ասած, մի գրամ ընդհանրապես բանականություն ունենք, չէ՞, պետք է հարց տրվի, մարդը ինքը իրեն պիտի մի հատ հարց տա։ Ինչու Գերագույն Աստծո ազնվորությունը այսպիսի համառությամբ չի պատասխան տալիս։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞, սրանք շատ կարևոր կետեր են։ Եվ ուրեմն մենք ձեզ հետ խոսեցինք դրա մասին, որ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ունի։ Երբ որ կենդանիակը սկզբում դիմում է իրեն տառապանքից ազատվելու համար, ինքը ունի կոմպրոմիսի դաշտ, որտեղ ինքը համբերում է կենդանի էակի կրոնականության տեսանկյունից բարոյականությունից զուրկ պահվածքը, հա, ուղղակի որպեսի հաստատի իր գոյությունը։ Եվ որ ինքը հաստատեց իր գոյությունը, ինքը կրոնականությունը, հոգևոր կյանքը ինքը անցնում է հաջորդ փուլ։ Գերագույն Աստծո ազնվորությունը սկսում է պահանջներ դնել։ Եվ այդ պահանջները դա մաքրության պահանջներն են։ Չէ՞, որտեղ մենք կակրաս 3 դրա վրա կանգնեցինք, որ Գերագույն Աստծո ազնվորությունը մենք սկզբից իրան աղոթում ենք, որ թող ոչ մեկ չկարողանա մեզ հետ անի ինչ ուզում է, բայց մեզ օգնի, որ մենք ինչ ուզում ենք անենք, հա,
երբ որ մենք հասունանում ենք հոգևոր կյանքում, երբ Աստծո ազնվորությունը ասում է, այ մայր որ դու սկսեցիր լեզու հասկանալ, ես քեզ այմա ասում եմ, եթե ուզում ես լինես պաշտպանված, մի արա ուրիշի հետ այն, ինչ որ չես ուզում, որ քո հետ անեն։ Եթե դու ցավ ես պատճառում, ես ստիպված եմ հետո այդ նույն ցավը քեզ պատճառեմ, որպեսզի դու հասկանաս, թե ինչ ես արել ուրիշ կենդանի էակի հետ, թե ինչպիսի տառապանք ես պատճառել ուրիշ կենդանի էակին։ Հասկանում եք, սիրելիներս։ Ուրեմն սա ինքը շատ կարևոր թեմաներ են, եթե ասենք կարողանում ենք հասկանալ կամ զգալ, չէ՞, որտեղ իհարկե ասենք հասկացողությունը ինքը բերում է նրան, որ ազնվորությունը ինքը ճիշտ է շարժվում հոգևոր կյանքում։ Ուրեմն առաջի քայլով Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը կենդանիակից պահանջում է բարոյականություն, հա, որտեղ բարոյականության կանոնները իրենք նախատեսված են նրա համար, որպեսզի ազնվորությունը ինքը ճիշտ վարվի, գրագետ վարվի եւ ճիշտ վարվի իրեն շրջապատող, այսինքն ճակատագրով իրեն տրված կենդանի էակների հետ։ Այդ հարաբերությունները, եթե մենք այսպես ընդհանուր ենք ասում, իսկ հիմա մենք այստեղ մանրամասնելու ոչ մի կարիք չունենք այս պահին, եթե մենք ընդհանուր ենք ասում, ապա այդ հարաբերությունները իրանք գալիս են ամեն կենդանի էակ իր կյանքում ունի ավագներ, ունի հավասարներ եւ ունի փոքրեր, ընդ որում մեր ժամանակներում դա շատ կարևոր է, որ դա տարիքային գաղափար չի։ Ավագը դա ավելի զարգացած կենդանի էակն է։ Մենք հիմա ձեզ հետ շփվում ենք, որ նույնիսկ արական քաղաքակրթության մեջ այդ կայսրության մեծագույն իմաստունները հավաքվեցին եւ իրենց համար որպես ավագ, այսինքն որպես ուսուցիչ, ընդունեցին 16 տարեկան երիտասարդին, Շուկադևը Գոսվամիին։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն ավագը դա ոչ թե տարիքային բանն է, առավելությունն է, այլ կենդանիակի մակարդակի խնդիրը։ Հավասարը դա զարգացվածության հավասար, ուրեմն բանն է, հավասարության խնդիրն է, այստեղ նույնիսկ բացատրել ոչինչ պետք չի, չէ՞։ Իսկ փոքրերը նրանք են, ովքեր որ իրենց զարգացվածության աստիճանով շատ ավելի ցածր դիրքում են գտնվում, այսինքն շատ ավելի սակավ զարգացած են, քան ազնվորությունը, քան մենք, չէ՞։ Եվ մենք պետք է հասկանանք, որ բարոյականության կանոնները իրենք պտտվում են դրա շուրջ, որպեսզի ազնվորությունը ինքը խոնար ենթարկվի իրական մեծերին, մենք հետագայում այս գաղափարները շատ մանրամասն ենք քննարկելու, այստեղ իրական բառը շատ կարևոր է, հա, հանգիստ կարողանա բանտալ, դաշտ կիսել, հա, ուրեմն իրեն հավասարներին, այլ ոչ թե մրցակցել նրանց հետ, եւ հոգ տանել փոքրերի մասին, այլ ոչ թե շահագործել նրանց։ Հիմա, սիրելիներս, չէ՞, եւ եթե ազնվորությունը ինքը ապրում է բարոյականության, աստվածային բարոյականության, ուրեմն օրենքների շրջանակում, ապա Գերագույն Աստծո ազնվորությունը մեծագույն հաճույքով պաշտպանում է եւ այդպիսի մարդուն եւ այդպիսի հասարակությանը։ Կներեք դեռ չեմ ապակինվել։ Ուրեմն, սիրելիներս, չէ, եւ երբ որ մենք ասում ենք, որ այդպիսի ազնվորության հանդեպ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը արդեն աջակցություն է ցույց տալիս, չէ, արիասիները իրենք ասում են, մենք սա քննարկել ենք, որ առաջի արդյունքը, որը տալիս է իրական կրոնականություն, այսինքն որ ազնվորությունը ինքը վերցրեց բարոյականության կանոնները, առաջի խնդիրը, որը դա լուծվում է ըստ արիացիների, դա արդան է, այսինքն տնտեսական զարգացումը։
Եվ Գերագույն Աստծո անձնավորությունը արիացիների կատարմամբ այսպիսի հայտարարություն է անում։ Ինքը ասում է. «Եվ ես նվիրալից, այսինքն հոգևոր մարդուց, հոգևոր մարդու կյանքում պահպանում եմ այն ամեն ինչը, ինչ ինքը ունի, եւ տալիս եմ այն ամենը, ինչ որ իրան չի հերիքում»։ Հա, հասկանում եք, սա ինքը իրականում շատ կարևոր կետ է։ Եվ ուրեմն գալիս է տնտեսական զարգացումը եւ ցանկությունների իրականացումը։ Մենք խոսեցինք դրա մասին, որ արական քաղաքակրթության մեջ կամ խնդրում եմ այս բառակապակցությունը հիշեք, հա, ես շատ աշխատում եմ չծանրաբեռնեմ ձեզ ընդհանրապես սանսկրիտ խոսքերով, բայց եթե կարելի է, այսինքն ես խնդրում եմ, որ դուք հիշեք կարմա բառը, որը նշանակում է ճակատագիր, խնդրում եմ, որպեսզի դուք հիշեք գունա բառը, որը նշանակում է նյութական աշխարհի պատճառահետևանքային կապերը, հա, կամ այն կապանքները, որով կենդանի էակը կապված է նյութական աշխարհին, եւ կա դհարմա բառը։ Հա, դհարմա բառը, որը ինքը նշանակում է կրոնականության բարոյականության կանոնները, եթե մենք այդ ասպեկտով ասենք, եւ վառնաշմը դհարմա։ Վառնաշմը դհարման դա արիական քաղաքակրթության հասարակական կառուցվածքն է, սոցիալական կառուցվածքն է։ Հասկանում եք, հա, եւ ուրեմն մենք խոսում ենք նրա մասին, որ երբ որ կենդանի էակը ինքը արդեն գնում է իրական հոգևոր զարգացման հետևից, չէ, Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը նյութական արդյունքներ է սկսում տալ կենդանի էակին։ Եվ ամեն անգամ, եւ դա այ վառնաշմը դարմայի մեջ կենդանի էակը ինքը շատ տասնյակ կյանքեր ծնվելով ավելի ու ավելի է հաստատվում նյութական երջանկության մեջ, բայց եւ ունի այդ փորձը, որ ինքը ստանում է այդ երջանկությունը հենված լինելով Աստծո վրա, այսինքն երբ որ ինքը ոչ թե ուղղակի շահագործում է Աստծուն, այլև ենթարկվում է Աստծո կանոններին, այդ ուղղակի շահագործելը ինքը շատ քիչ ժամանակ ընթացք կարող է գործել։ Դրանից հետո կենդանի էակը պիտի հավաքի իրան, կոպիտ ասած, հա, եւ հասկանա ում հետ գործ ունի։ Եվ հասկանա, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ոչ միայն սեր է, այլև մաքրություն։ Հասկանում եք, սա շատ կարևոր կետ է։ Եվ հիմա տեսեք, ես մի քանի անգամ սա քննարկել եմ, որ առաջի անգամ, երբ որ ես այս գաղափարի հետ ծանոթացա, ես անկեղծ ամեն անգամ ասում եմ, որ շատ զարմացել էի, որ ասեմ զարմացել էի, ուղղակի ոչինչ չասելն է։ Հասկանում եք, ես շատ էի զարմացել։ Ինչի վրա էի զարմացել։ Ես զարմացել էի այն թռիչքի վրա, որտեղ արիացիները իրենք ասում են կրոնականության սկզբունքների վերցնել, այսինքն ծիսակատարությունները եւ կրոնական բարոյականության օրենքները, հա, շատ կարեւոր է, որ դա լինի Աստծո կողմից տրված, այլ ոչ թե մարդու կողմից հորինված, որտեղ մարդու կողմից հորինված բարոյականության օրենքները երբեք չեն լուծում երջանկության հարցը։ Միայն Գերագույն Աստծո անձնավորությունը գիտի ինչպես պետք է անել, որպեսզի բոլորը լինեն երջանիկ։ Եվ վերջ, այստեղ խոսակցությունը ինքը սև ու սպիտակ է։ Հասկանում եք։ Հիմա եւ դրանից հետո գալիս է տնտեսական զարգացում, այսինքն հարստացում, հա։ Եվ դրանից հետո գալիս է ցանկությունների կատարում։ Եվ մեկ էլ հետո մի անգամից այդ ամեն ինչի մեջ, այսինքն կենդանի էակը ինքը զբաղվեց կրոնով, հարստացավ, հա, իր ցանկությունները կատարվեցին, հա։ Մեկ էլ դրանից հետո ինքը հրաժարվեց, որտեղ դրանից հետո գալիս է հրաժարումը, այն ինչի մասին, որ մենք հիմա պիտի խոսենք։ Հասկանում եք, ու ասենք, եթե մենք լուրջ ենք փորձում հասկանալ, չէ, այս թռիչքը, որ կենդանի էակը ինքը կրոնականության մեջ հարստանում է եւ երջանկանում, որտեղ ցանկությունների իրականացումը դա բերում է էմոցիոնալ երջանկության։ Իսկ ցանկությունները իրանք կյանքի բոլոր սֆերաներում կան, չէ՞, միայն ինչ որ ես միայն հոսերական հարաբերությունները չեն, չէ՞, եւ այսինքն ցանկությունների իրականացում է տեղի ունենում։
Այսինքն կենդանիակը ինքը հաստատվում է երջանկության մեջ եւ մեկ էլ քայլ է անում դեպի հրաժարում։ Հասկանում եք, երբ որ ես այս գաղափարը հասկացա, թե այդ ինչի մասին է խոսքը, թե Գերագույն Աստծո անձնավորությունը իրականում ինչ հետաքրքիր բնավորություն ունի, թե ինքը ինչպես է ընդհանրապես տանում կենդանիակներին, եթե կենդանիակները գնում են իրա հետևից, այլ ոչ թե փորձում են իրան տանել իրանց հետևից։ Հասկանում եք, այլ որ կենդանիակները իրանք փորձում են գնան Աստծո հետևից, Աստված ինքը այսպես է վարվում։ Ինքը սկզբում կենդանիակին տալիս է նյութական երջանկություն։ Հասկանում եք, երբ որ ես այս հաստատումը անում եմ, շատ հաճախ մարդիկ, որոնք իրենք լսում են ինձ կամ ընդունում են ինձ որպես իրենց համար հոգևոր ուսուցիչ, հա, մի որոշ ժամանակ հետո հիասթափված աչքերով են արդեն նստում, ինչու, որովհետև իրանք տեսնում են, որ իրենց հոգևոր պրակտիկան չտվեց այն արդյունքները, ինչի մասին, որ ես հիմա խոսում եմ։ Չէ, բայց եթե դուք ինձ ուշադիր եք լսում, դուք պետք է նկատեք, չէ, որ ես զգուշացրեցի, որ այս ամեն ինչը տեղի է ունենում, երբ որ կենդանիակը սկսում է գնալ Աստծո հետևից, այլ ոչ թե փորձում է Աստծուն դարձնել իր ծառա, ոչ թե փորձում է Աստծուն դարձնել իր պատկերացումների, ցանկությունների իրականացնող։ Հասկանում եք, այլ հետևում է Աստծո կողմից առաջադրված բարոյականության օրենքներին։ Ես չեմ ճանաչում այդպիսի հոգի, որպեսզի ինքը գոնե 5%-ով այս սկզբունքին հետևի եւ չստանա այն արդյունքը, որ արիացիները քննարկում են։ Ուղղակի չեմ տեսել։ Հասկանում եք։ Հա, իհարկե կարելի է ինչ-որ այդպես միտումնավոր, չարամիտ գործեր անել, ինչ-որ, չգիտեմ, 100 հոգով հարձակվել մի հոգու վրա, անել ամեն ինչ, որ ինքը հոգևոր ոչ մի արդյունք չստանա, հա, որպեսզի հետո ասել այդ տեսեք չստացվեց։ Ինչ-որ կոպիտ ասած ինանդու բաներ միշտ էլ կարելի է անել հակառակը ապացուցելու համար։ Հասկանում եք, բայց ամեն մարդ, որը ինքը փորձ է կատարում ձեռք բարձրացնել իրական ճշմարտության վրա, ինչ ձևերով ուզում է ինքը դա անի։ Հասկանում եք, մենք միշտ պիտի հիշենք, թե ինչպես է վերաբերվում Գերագույն Աստծո, ինչպես է վարվում, կներեք, Գերագույն Աստծո անձնավորությունը ագրեսիվ աստվածամերժների հետ։ Բանաձևը միշտ մնում է նույնը։ Ինքը սկզբից թույլ է տալիս կատարել արատավոր գործողություններ։ Իսկ հետո, եթե այսպես էլի տնավարի ասեմ, քթերից բերում է արարքը։ Չէ, եւ այն պահին, երբ որ ազնվորությունը ինքը վնաս է տալիս հոգևոր դաշտին կամ հոգևոր մարդուն, իրան թվում է, որ ինքը դա արեց ու կուլ տվեց, բայց մի քիչ հետո գալիս է Աստծո պատասխանը եւ ես հավատացնում եմ, որ այդ պատասխանը այլ այստեղ էլ վստահ կարող եմ ասել, չեմ ճանաչում այդպիսի մարդու կամ ընդհանրապես այդպիսի երևույթի, որը ինքը այդ վիրավորանքը հասցրել է հոգևոր դաշտին, հա, եւ Աստծո պատասխանը իրան դուր է եկել։ Չեմ ճանաչում։ Ուղղակի այո, մի փոքր ժամանակ է պետք, որպեսզի այդ պատասխանը ինքը ի հայտ գա։ Հասկանում եք։ Եվ հիմա տեսեք, չէ՞, ուրեմն Գերագույն Աստծո տրամաբանությունը ինքը այսպիսինն է։ Ինքը ասում է, տես դու ասեցիր, ես ուզում եմ առանց քեզ, այսպես եթե ընդհանուր խոսանք։ Ասեցիր, ես ուզում եմ առանց քեզ։ Դու առանց ինձ չես կարող գոյություն ունենալ, որտեղ ամեն ինչը ինչով որ դու կարող ես օգտագործել, որպեսզի ինչ-որ մի բան անես, դա իմն է։ Դու ոչինչ չունես։ Դու ունես միայն ինձ։ Իսկ ես ունեմ մեծ հնարավորություններ։ Երբ որ դու ասում ես, որ ուզում ես առանց ինձ,
Ես այնքան մեծահոգի եմ, ոչ խանգարում, բա ուզում ես առանցից, խնդրեմ, ես իմ հնարավորությունները կտամ քո տրամադրության տակ, բավականին մեծ քանակությամբ, իհարկե ոչ բոլորը, չէ՞, եւ արա ինչ ուզում ես։ Հիմա այն նյութական աշխարհում ապրեցիր, այո, ոնց էր, լավ էր, լավ չէ, որովհետեւ չկար հանգստություն, որովհետեւ ես պիտի կոտորեիր, որ ինչ-որ մի բանի հասնեիր, հետո էլ պիտի քեզ կոտորեիր, որ այդ հասածդ կարողանայիր պահպանեիր, ամեն վարքյան, ամեն կետից կարող էիր եւ անհանգստություններ ստանաս եւ դաժանություն եւ տառապանք, չէ՞։ Լավ չի, չէ՞, դա մեջը։ Դե հիմա արի գնացինք նորից փորձենք ապրել իրար հետ։ Սա է չէ կրոնականությունը։ Եվ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը կամաց հագիստ, առանց շտապելու, սկսում է կենդանիակին սովորացնել։ Այստեղ էսպես արա, հիմա այստեղ էսպես արա, այսա պիտի լինի կյանքի գլխավոր սկզբունքը, որ ես վերադարձնեմ, որ կարողանաս ինձ վերադարձնես քո կյանք։ Ես միշտ քեզանից մաքրություն եմ պահանջելու։ Այո, իհարկե ես քեզ երբեք բաց չեմ թողել։ Բայց քո համար երբեք այլևս տեսանելի չեմ եղել, երբ որ դու ընդունել ես Արատի ճանապարհը, երբ որ դու ընդունել ես պատրաստական լինել, տառապանք պատճառել բոլորին։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը տանում է կենդանիակին, այսպես կամաց, հանգիստ, դանդաղ, տանում է այն ուղղությամբ, որ կենդանիակը ինքը ընկալում է հոգևոր ճանապարհի իմաստը, սկսում է ենթարկվել Գերագույն Աստծո ազնվորության կամքին եւ կյանքից կյանք ավելացնում է իր վստահությունը Աստծո հանդեպ։ Տեսեք ինչքան համբերատար է Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը տանում։ Հիմա, բա ի՞նչն է այ հոգեբանորեն, ի՞նչն է որ կենդանիակին օգնում է, որպեսզի կենդանիակը ինքը այ երջանկությունից հրաժարվի եւ դիմի հրաժարման։ Նյութական աշխարհի ժամանակավորությունը։ Այսինքն Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը սկսում է երկու խոսք, ինքը սկզբում վերականգնում է վստահությունը իր հանդեպ, որպեսզի կենդանիակը համոզվի, որ եթե ինքը ապրում է աստվածային օրենքների համաձայն, ինքը լինում է պաշտպանված։ Երբ որ աստվածային օրենքները փոխարինվում են մարդու կողմից հորինված շովինիզմի մեջ թաղված գաղափարախոսություններով, այդտեղ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ոչ մի մասնակցություն չի ընդունում, որովհետև դա բռնության դաշտ է, դա ուրիշ կենդանիակների տառապանքի հաշվին, նույն բանաձևը, ուրիշ կենդանիակների տառապանքի հաշվին սեփական ուրեմն երջանկությունը հաստատելու փորձն է, եւ ուրիշ ոչինչ։ Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն առաջի քայլով ինքը իր հանդեպ վստահությունն է բանանում վերականգնում, շատ համբերատար, երկարատև, հետո հաջորդ կյանքով, չէ՞, ինքը սկսում է կենդանիակին կենտրոնացնել նյութական աշխարհի թերությունների վրա։ Հասկանում եք, եւ այդ թերությունները քննարկելով հատկապես նյութական աշխարհի ժամանակավորությունը, բայց ինքը կենդանիակը արդեն հիմք ունի, ինքը վստահում է արդեն Գերագույն Աստծո ազնվորությանը, եւ այդտեղ Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը վարում է այս խոսակցությունը, որ եթե դու ուզում ես այս երջանկությունը, որ հասար նյութական աշխարհում, ավելի անհոգ եւ հավերժ վայելես, արի վերադառնանք այնտեղ, որտեղ որ քո
տունն է։ Այսինքն արի վերադառնանք այնտեղ, որտեղ որ ես եմ որոշում, ինչպես ամեն ինչը պիտի լինի։ Եվ երբ որ ես եմ որոշում, այդտեղ բոլորը երջանիկ են լինում։ Եվ այստեղ գալիս է այդ հրաժարման փուլը։ Մենք դες էլ շատ ենք խոսել դրա մասին եւ ես երեք էլ դիտը ճիշտ եմ հիշում ասեցի դա, որ եթե կրոնականությունը իր մեջ չի պարունակում հրաժարվածների խավ, դա այսպես առանց ոչ մի ուրիշ ոչ մի անալիզի միանգամից նշանակում է, որ այդ կրոնը ինքը գտնվում է նյութական գիտակցության ճիրաններում։ Ես դա պատկերավոր ասում եմ, այդ կրոնը ինքը շնչող չի։ Շնչող չի, որտեվ կրոնը դա ճանապարհ է, հա, կանալ էլի ոնց ասեմ, կարիդոր, հա, այդ միջանցք է նյութական աշխարհից դեպի հոգևոր, այդտեղ հոսք կա, պատկերավոր ասած օդ պիտի խաղա, հասկանում եք, եւ այդ ապացույցը, որ այդ կրոնի մեջ այդ օդը ինքը խաղում է, հրաժարվածներն են, հասկանում եք, այսինքն այն հոգիները, որոնք իրենք արդեն այնքան վստահ են աստվածային գիտակցության մեջ, որ նյութական ոչ մի արդյունք այլևս Աստծուց չեն ուզում։ Եվ իրանք են, որ ամենալուրջ ապացույցն են Աստծո գոյության։ Հասկանում եք։ Հիմա այդ հրաժարվածները, չէ, մինչև որ ապաստարանքը գտնեն Աստծո մոտ եւ կգործի այս տեքստը, չէ, եթե հիշում եք, մինչև դա մենք երկրորդ երգում ինչ անցանք, որ առաջի կենտրոնացումը հրաժարման մեջ դա վիրատրուպան էր, չէ, գերագույն Աստծո աստավորության տիեզերական ձևը։ Հասկանում եք, տիեզերական ձևն էր։ Եվ երբ որ այդ տիեզերական ձևն էր, մենք պետք է հասկանանք, որ այդ ժամանակ գերագույն Աստծո ազնվորությունը ինքը ցույց է տալ, օգնում է կենդանի էակին, որպեսզի ինքը կարողանա նյութական աշխարհը հասկանալ այնպես, որ պարզ տեսնի, որ այս աշխարհը իր համար ավելորդ է, իր ապրելավայրը չի իրական, չէ, եւ տեսեք, այդ ճանապարհը ինքը նույնպես ունի իր փուլերը։ Փուլերը դրանք արդեն, այն նրանք, ովքեր լուրջ հոգևոր արդյունքներ են ստանում, չէ, որտեղ նայեք, կարմա յոգայի դաշտում կենդանիակը ինքը սկսում է հասկանալ գերհոգուն, այլ որ կա գերհոգի, որը ինքը ղեկավարում է, հա, դա ինքն է, որ ճակատագիր է տալիս կենդանիակին, ինչու համար, որովհետև հետևում է կենդանիակի բոլոր արարքները, հասկանում եք։ Եվ մենք դա պետք է հասկանանք, չէ, և հիմա տեսեք, ասենք, այդ իմաստով, չէ, այդ բոլոր արարքները, գերագույն Աստծո ազնվորությունը, ինքը հետևում է գերհոգու տեսքով եւ այդ նախասկզբնական կրոնականության դաշտում, վառնաշոմը դարմայի մեջ, երբ որ կարմա յոգա, այսինքն երբ որ կենդանիակը Աստծո կամքին է համահունչ դարձնում իր գործողությունները, բարոյականության օրենքները, հա, եւ այդտեղ ինքը հասկանում է գերհոգուն։ Հետո գալիս է, երբ որ ինքը գնաց դեպի հրաժարում, չէ, հիմա ինքը դուրս է գալիս նյութական բազմազանությունից եւ լուծվում է հոգեվոր գիտակցության մեջ, որը արտահայտված է որպես բացարձակ իր մեջ անձնավորություն չպարունակող էներգիա, որը սովորաբար ասում են լույս, որտեղ ինքը լույս է, լուսավորվում է։ Հասկանում եք, չէ՞։
Դրա հաջորդ քայլով գալիս են արդեն յոգերը, այսինքն առաջի փուլում այդ հրաժարվածության արդյունքում, չէ, առաջի փուլը դա ազատագրումն է։ Ազատագրման ընթացքում կենթանի էակը ինքը դեռ ոչ մի ծառայություն չի մատուցում Գերագույն Աստծո ազնվորությանը։ Հասկանում եք, դա մի վիճակ է, որտեղ կենթանի էակը ինքը դուրս է գալիս իր նյութական գոյության խճճվածության մեջից, նրա հաշվին, որ ազատվում է իր մեջի եղած տգիտությունից, թշնամանքից, կրքերից եւ այլն, նյութական բարիությունից, նյութական սիրուց։ Հասկանում եք, որ ինքը նյութական աշխարհում ինչ-որ բան է տեսնում։ Չէ՞, օրինակ ասենք, տեսեք, առաքինության գոյավիճակի մեջ, չէ, կենթանի էակը ինքը նայում է բնությանը եւ տեսնում է Աստծո արարչագործության գեղեցկությունը։ Իմաստունը նայում է այդ նույն նկարին եւ պարզ տեսնում է, որ այդ ամեն մի ծառի, ամեն մի ծաղիկի, ամեն մի, չգիտեմ, սանտիմետրի մեջ բնության թեժ պայքար է գնում մահվուն կյանքի։ Եվ այն ամենը, ինչ մեզ թվում է այդքան գեղեցիկ, սարսափելի թռուցիկ է։ Եվ իրականում վտանգներով լի։ Չէ՞։ Համի կարող ենք ասել, ու այս ինչ գեղեցիկ դաշտ է, բան, պարկեմ այսպես, հողի վրա, բան, էներգիա ստանամ, եսի միջ։ Եվ այդ ընթացքում մեզ կծի մի հատ կլեշ այրեն ոնց է, հիմա չնայեմ էլի, այդ փոքրիկ միջատը, հա, որ ինքը մի հատ յուրահատուկ այդպիսի միջատ կա, դա շատ տարածված է Ռուսաստանում, որտեղ այնտեղ գետերը եւ լճերը շատ են, եւ այդ լճը հատկապես լճերի ափերին, որտեղ ջուրը կանգնած է, անթիվ անհամար այդ կլեշերից կան։ Ես մի քանի տարի, երևի մի 4 տարի շարունակ, եթե կարելի այսպես ասել, աշակերտուհուս ողորմածությամբ ամառները անցկացնում էի Սևանի այդ լավանդա կոչվող, ուրեմն այդ տարածքում, չէ՞։ Եվ մենք շուն ունեինք, Սամայետ, Ռինոն, որը ինքը, նրանք բոլորը ովքեր շուն են պահել, շատ լավ գիտեն, որ շունը ինքը դառնում է ընտանիքի անդամ, շատ մտերիմ ընկեր եւ այլն, չէ, եւ այո, մենք էլ մեր հերթին ենք համարում, որ Ռինոն ինքը շատ յուրահատուկ կենթանի էակ էր, եւ ինքը վերջնականում մահացավ իր կյանքից ավելի շուտ, ինչքան որ ինքը կարող էր ապրել, դրանից շատ ավելի շուտ, 9 տարեկան հասակում, այ հենց որովհետեւ այնտեղ այդ կլեշերից էր իրան կծել, եւ մենք առաջի տարին կարողացանք իրան փրկել շատ ծանր վիճակից, եւ բժիշկը մեզ զգուշացրել էր, որ եթե երկրորդ անգամ էլ կծի, ես չեմ կարողանալու փրկեմ, բայց այնպես ստացվեց, որ բարեկամներս ընդեցին, որ ինքը գա, ես զիջեցի եւ իրան կծեցին եւ ինքը մահացավ։ Չէ՞։ Եվ այն նույն ձևի մարդը, երբ որ ինքը պարկում է եւ մտածում է, որ այդտեղ պիտի էներգիա վերցնի, եսի միջանի, այդ մի հատ այդպիսի միջատ կարող է բարձրանալ իր վրա հենց այդ ընթացքում եւ ուղղակի իր վերջը տայել, չեմ խոսում, որ ասենք որպես մինիմում կարող է ինչ իվանդություն ասես փոխանցի։ Հասկանում եք, այսինքն այդ նյութական աշխարհը իդեալիզիրված, հայերեն ոնց ասեմ, հասկացաք, չէ, ինչ եմ ասում, էլի կներեք, որ մեկ ռուսերեն բառեր եմ օգտագործում, չէ, ասենք այդ հատկապես, որ իմ աշակերտներիցս հետո մեկ է ռուսերեն եմ խոսացել, հայերենս մի քիչ կոտրվել է, հասկանում եք, չէ, այդ որ այդ իդեալիզիրվածը գալիս է, չէ, ինքը իրականության հետ ոչ մի կապ չունի։ Երբ որ մարդուն արդեն Գերագույն Աստծո ազնվորությունը տանում է դեպի հրաժարում, չէ, ինքը այդ ամեն քայլափոխին չի թողնում, որ կենթանի էակը ինքը մտնի այն սենտիմենտալության մեջ, որը բնորոշ է առաքինության գոյավիճակի սկզբնական շրջանին։ Հասկանում եք։
Եվ այդտեղ է, որ իմաստության հաշվին անznավորությունը ինքը հասկանում է, որ այո, նյութական աշխարհը ինքը պայքար է, ինքը դաժան է, հա, եւ բոլոր այն կենդանիակներին, որոնք իրանք դաժանություն են ստանում, հնարավոր չի օգնել։ Այդտեղից է գալիս այդ անտարբերությունը, թե որտեղ այդ պլատֆորմայի վրա են իրան բարձրացնում, որ ամեն մեկը նյութական աշխարհում ըստ իր ճակատագրի, ըստ իր հատրությունների, ինչ որ իրավիճակների մեջ է հայտնվում, այդ իրավիճակների հետևանքով ինչ որ արդյունքների է հասնում, չէ, եւ կյանքը գնում է իր հունով։ Հա? Եվ ամեն անգամ, երբ որ մենք այդտեղ խառնվում ենք այսպես կոչված բարիությամբ, մենք խանգարում ենք, որ իրականանա Աստծո կամքը, այդպես է իրանց տանում դեպի հրաժարում, եւ իրանք որտեվ ինքը մինչև դա բարոյականությունն է չի անցել, իսկ բարոյականությունը ինքը կենդանիակին դարձնում է բարի, բայց բարի նյութական աշխարհի հանդեպ, նյութական մարմնի հանդեպ, հասկանում եք, հիմա ինքը պիտի այդ բարիությունը հաղթահարի, եւ դա ինքը կարողանում է անել նորից միայն գիտելիքի հաշվին, որ այդ ինչ որ դու բարի բանեսի միջեր ես խոսում, դու իդեալակացնում ես աշխարհը, իր իրական դեմքը լրիվ ուրիշ է, ինչ է ուզում, որ կենդանիակը հասկանա, այն ինչ դու փնտրում ես նյութական աշխարհում չկա, չէ, եւ այդպես կենդանիակին կամաց հիմա արդեն խորասուզվելով, այդտեղ սկզբում ինքը տալիս է գիտելիք, ինչպես լինել երջանիկ նյութական աշխարհում, հետո սկսում է տալ գիտելիք, որը կենդանիակին կդարձնի իմաստուն, իմաստունը նա չի, ով լավ գիտի, թե ինչպես վայելել այս աշխարհը, ինքը իմաստուն չի, ինքը գրագետ է վայելքի մեջ, եւ դա առաքինություն է, այո, իհարկե, որ ինքը լավ գիտի, թե ինչպես է պետք անել, որպեսզի նյութական աշխարհում լինել երջանիկ, չէ, իսկ հիմա գալիս է իմաստության փուլը, եւ իմաստությունը այդ նյութական աշխարհի ռեալ գնահատականը, այլ ոչ թե սենտիմենտալ բարիությունը, սենտիմենտալ բարիությունը ինքը կենդանիակին գերի է պահում նյութական աշխարհում, նյութական կարեկցանքով, հասկանում եք, եւ որ մեզ թվում է, որ վայ, որ մենք, չգիտեմ, թռչնակի թևը բուժեցինք, մենք շատ բարի ենք, բայց 5 րոպե հետո մենք շուռ ենք գալիս, գնում ենք սառնասրտորեն, մասնատում ենք, փիտրում ենք, կտրտում ենք, չգիտեմ, սխտորով բալով համեմում ենք, ժարիտ ենք անում եւ ուտում ենք մի հատ ուրիշ այդ թռչնակի նման կենդանու մարմին։ Եվ համարում ենք մեզ բարի։ Հասկանում եք, դա կրքերի բարիությունն է, էլի, արդեն առաքինության մեջ չէ, կենդանիակը ինքը միանգամից հետ է կանգնում այդ ճանապարհից այսպես խրտնում է, որտեղ իր մեջ այդ նրբությունը, որ դա ունի այդ որ կենդանին ինքը այ ոնց որ ես եմ ուզում ապրեմ, տենց էլ ինքն է ուզում ապրի։ Այդ զգացումը ինքը շատ սուր է լինում իմաստունի մոտ։ Հասկանում եք, եւ ինքը տեսնում է նյութական բարիության ամբողջ կեղծավորությունը։ Այդպես էլի արդեն քոքի առանց սիրուն բաների։ Հասկանում եք այդ քոքը երևույթի։ Եվ բայց դրա հետ միասին ինքը իմաստություն է ստանում, չէ՞, որ նյութական աշխարհը ինքը հոգու հետ կապ չունի, որ դա ընդհանրապես նյութական մարմին է, որ կենդանիակը իր
գոյությունների ընթացքում հազարավոր, հազարավոր այդպիսի մարմիններ են փոխում եւ ոչ մի իմաստ չկա։ Ամեն մի նյութական մարմինը նախատեսված է, որպեսզի այդ մարմնի մեջ կենդանիակը ինքը ստանա իր ճակատագրին վերաբերվող բոլոր ռեակցիաները։ Հա, եւ այդպես իմաստությամբ կենդանիակին բերում են, հասցնում են հրաժարման։ Հիմա հրաժարման ժամանակ կենդանիակը ստանում է ազատագրում եւ հայտնվում է մենակության մեջ, որտեղ ինքը հաղթահարեց նյութական աշխարհին վերաբերվող իր բոլոր կապվածությունները, հասկանում եք, բայց դեռ պատրաստ չի Աստծուն հանդիպել։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ այդպես, ուրեմն, կենդանիակը սկսում է զբաղվել յոգայով։ Մենք սա քննարկել ենք։ Եվ յոգայի պարապմունքների ընթացքում ինքը արդեն հանդիպում է։ Առաջին փուլում հասկանում է գերհոգուն, երկրորդ փուլում ամեն ինչը հերքում է մնում է մենակ, երրորդ փուլում հանդիպում է գերհոգու հետ։ Հասկանում եք, եւ եթե իրան այդ ընթացքում թվում էր, որ ինքը իր ուժերի հիմքի վրա դարձավ իմաստուն, հետո ճգնավոր, հետո ազատագրվեց, հետո յոգայով զբաղվեց, ինքը իրանով հաղթահարեց նյութական էներգիան, չգիտեմ ես այն, երբ որ ինքը հանդիպում է գերհոգու հետ, իրան այդտեղ մեծ սյուրպրիզ է սպասվում, որտեղ ինքը այդտեղ իրականացնում է, որ իրականում Գերագույն Աստծո ազնվորությունը բոլոր փուլերում եղել է իր կողքին եւ այդ կողքին լինելով աջակցել եւ օգնել է իրան եւ ազատ եւ նյութական երջանկությունն է ինքը տվել եւ ազատագրումն է ինքը տվել եւ մեդիտացիա անելու ուժն է ինքը տվել եւ հիմա էլ իրականքով է եկել հանդիպման եւ կենդանիակը իրականում ոչ մի բան էլ չէր ղեկավարում, բայց Գերագույն Աստծո ազնվորությունը թույլ էր տալիս, որպեսզի ինքը այդպես մտածի, ինչու, որ բավարարված մնա իր գոռոզությունը, ես կարողացա։ Հասկանում եք։ Սա ինքը շատ կարևոր ուրեմն գործընթաց է եւ այդպես երբ որ կենդանիակը ինքը հանդիպում է գերհոգուն, այսինքն հանդիպում է Գերագույն Աստծո ազնվորությանը, այսպես առերես, չէ՞, ինքը սկսում է իր հանդեպ կապվածություն զարգացնել։ Եվ այդ կապվածության շնորհիվ վերջնականում գալիս է Գերագույն Աստծո ազնվորությանը ծառայելու գաղափարին։ Այսինքն Գերագույն Աստծո ազնվորությանը ծառայելու գաղափարին կենդանիակը գալիս է ոչ թե որովհետև Աստված իրանից ծառայություն է պահանջում, այլ որովհետև Աստված իր ամբողջ ներքին հմայքով այնպես է արտահայտվում հոգևոր մարդու կյանքի մեջ, որ վերջում ցանկություն չունենալ այդ ազնվորության ցանկությունները կատարել, ուղղակի հնարավոր չի։ Սա շատ կարևոր կետ է սա, որ այդտեղ ոչ մի զոռով բան չկա, որպեսզի մենք նկատենք, թե Գերագույն Աստծո ազնվորությունը կարմա, գյանա, դհյանա յոգաների ընթացքում, որոնք տասնյակ տարի կյանքեր կարող են տևեն, ինչպիսի համբերատարությամբ է ընդհանրապես կենդանիակի կողքը կանգնած, ձեռքը դրած նրա թիկունքին, այսպես մշտական նրան առաջ տան։ Հասկանում եք, եւ երբ որ գալիս է այն պահը, որ կենդանիակը ինքը տեսնում է Գերագույն Աստծո ազնվորությանը, այսպես անձամբ իր աչքերով, հասկանում եք, ինքը այդտեղ հասկանում է, թե ինչով է պարտական այդ ազնվորությանը, թե ինչպիսի բնություն ունի այդ ազնվորությունը, եւ այդտեղ, որ նյութական գիտակցությամբ չմտածենք, անկախ սեռական պատկանելիության, հա,
պատկանելությունից չսիրահարվել Աստծո վրա հնարավոր չի։ Հասկանում եք, հնարավոր չի չսիրահարվել իր վրա։ Հնարավոր չի չուզենալ իրան այդ խոսքից ուրիշ խոսք չի գալիս, իրան ծառայել, այսինքն կատարել իր ցանկությունները, որովհետև կենդանիակը մինչև այդ կատարյալ փորձ է ունենում, թե ինչպիսի երջանկություն կարող է տալ գերագույն Աստծո անձնավորությունը, եթե իրան ուղղակի թույլ են տալիս դա անել։ Հասկանում եք։ Սա շատ կարևոր կետ է, որպեսզի մենք հասկանանք, թե գերագույն Աստծո անձնավորությանը ծառայելու ձգտումը ինքը ընդհանրապես որտեղից է առաջանում, այդ որտեղից է, երբ է, ինչ պատճառով է, որ կենդանիակը ինքը այդ ցանկություն է ունենում ծառայել Աստծուն։ Չէ՞, երբ որ կենդանիակը ինքը տեսնում է գերհոգուն, ինքը հասկանում է, որ ընդհանրապես իմաստ չունի, որ դու ինքդ քեզ ստիպես, որ գտնես իրան, ընդհանրապես իմաստ չունի, իմաստ չուներ, երբ որ ինքը իրան ստիպում էր, որ ինքը պետք է ամեն ինչ անի, որ բան էլի, ինչ-որ բան է պարտավոր Աստծուն, որ ինքը պետք է ինչ-որ ճիգեր գործադրի, որ Աստված իրանից գոհ մնա, որ այսպես այնպես։ Ինքը այդտեղ պարզ տեսնում է, որ գերագույն Աստծո անձնավորությունը ինքը չէր կարողանում խոսել, միայն այն պատճառով, որ կենդանիակները այնքան են կլանված իրենց ներքին խոսակցության պիկների իրանց հետ, որ երբեք թույլ չեն տվել, որ գերհոգին ինքը մի հատ ստորակետ է տեղ մտցնի։ Հասկանում եք։ Եվ այդտեղ կենդանիակը ինքը սկսում է հասկանալ, որ ոչ թե Աստված ինքը չէր խոսում, այլ իրականում ինքը երբեք ոչ միտեղ չի հեռացել։ Դա հենց ինքը կենդանիակն է, որ թույլ չի տվել, որ ինքը ինչ-որ մի կերպ արտահայտվի, որովհետև չի ուզեցել լսի։ Ինքը լսել է միայն ինքը իր խոսակցությունը իր հետ։ Ինչու համար, որ եւ անուշադիր է եղել։ Ինչու, որովհետև ինքը իր մեջ միշտ ինքը իրան արդարացրել է։ Եվ միշտ վստահ է եղել, որ իրանից ավելի լավ իրան ոչ մեկ չի կարող հասկանալ։ Չէ՞ իսկ որ ինքը արդարացրել է, դա նշանակում է, որ ինքը անարդարություն է, չէ՞ մտածել իր մեջ։ Եվ դրա համար է, որ մեզ չի հետաքրքրել Աստծո կարծիքը եւ չի հետաքրքրում, որտեղ երբ որ մենք թույլ ենք տալի, որ Աստված խոսի, ինքը գալիս է սուրբ գրվածքի տեսքով, ինքը գալիս է մաքուր նվիրալի տեսքով եւ սկսում է խոսել։ Եվ այդտեղ է երևում, թե մենք ինչքան չենք ուզում լսել, թե ինքը ինչ է ասում։ Որովհետև իր խոսքի մեջ կա արդարություն։ Եվ այդ արդարությունը միշտ չի, որ իօքուտ մեզ է։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Այսինքն այդտեղ այդ հանդիպման մեջ լիքը հոգեբանական խնդիրներ են լուծվում։ Բայց նրա վերջնական արդյունքը լինում է այն դա, որ կենդանիակը ինքը բացարձակ հրաժարված տրամադրության մեջ ենթական աշխարհի հանդեպ, ինքը նվիրված ծառայություն է կատարում գերագույն Աստծո անձնավորության հանդեպ եւ այդպիսի հոգիները իրանք ստանում են գերագույն Աստծո ողորմածությունը։ Իսկ ինչպես է, ընդհանրապես ինչ է նշանակում այդ ողորմածությունը,
արդեն ձեզ հետ կքննարկենք երկուշաբթի օրը։ Իսկ այսօր այսքանը սիրելիներս կներեք դասախոսության ուշացման համար։